Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Տարիներ առաջ Փարիզի Ժորժ Պոմպիդու եվրոպական հիվանդանոցի սրտաբան Լևոն Խաչատրյանը ինձ ասաց, որ մեզանում բուժում են ոչ թե հիվանդին, այլ հիվանդությունը։ Այդ ժամանակ ես չհասկացա ինչի մասին է խոսքը, մինչև չհայտնվեցի մի օր Երևանի նորարար բժշկական կենտրոնում։ Այնտեղ համառորեն ուզում էին բուժել հիվանդությունը, ոչ թե ինձ։ Եվ գուցե այդ նույն տրամաբանությամբ չհանդիպելով այդ նույն բժշկին եւ այդ նույն նախադասությունը առանց լսելու ստացվում է այնպես, որ ոմանք չխոստովանեմ նաեւ թե ավելի կոնկրետ ովքեր չեն գնում բժշկի, որպեսզի չլսեն կամ չհայտնվեն այդ իրավիճակում։ Եվ հետեւաբար հասանելի առողջապահության թեմայով քննարկում ենք անում նախ մշակույթին ծանոթանալու համար մարդկանց բնավորության եւ նաեւ մեխանիզմներին եւ առաջարկներին, թե ինչպես պետք է բուժծառայությունները հասանելի լինեն մեր հանրությանը։ Եվ ներկայացնենք մեր այսօրվա փորձագետներին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի քիթ կոկորտ ականջաբան վիրաբույժ Լուսիկ Ստեփանյանն են։ Ողջույն։ Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, ընտանեկան բժիշկ սրտաբան պարոն Սամվել Հայրումյանը։ Երևանի քաղաքապետարանի շտաբ բուժօգնության տնօրենի բուժգծով խորհրդական Անուշ Ավանդվիրաբյանը եւ Հարություն Հարությունյանը Էրեբունի բժշկական կենտրոնի պլաստիկ ռեկոնստրուկտիվ եւ միկրովիրաբուժության ծառայության պլաստիկ վիրաբույժ։ Բարեկամներ, սկսենք զրույցը նախ հասկանալու համար, որ մոդելով է աշխատում մեր առողջապահական համակարգը։ Կարճ յուրաքանչյուրդ, խնդրեմ։ Ես առաջնային օղակի մոդելի վերաբերյալ ասեմ, որ առողջապահության նախարարությունը ընդունել է ընտանեկան բժշկության մոդելը, որը ամբողջությամբ պետք է ներդրվի 2027 թվականին, իսկ միջ այդ առաջնային օղակում կան եւ ընտանեկան բժիշկներ եւ տեղամասային թերապևտներ ու մանկաբույժներ։ Ինչ ենք հասկանում առաջնային ասելով, դա առաջնային օղակը պոլիկլինիկաները, ամբուլատորիաներն են։ Մարզային, քաղաքային, գյուղական, այդ ամենը, դա առաջնային է կոչվում։ Դուք առաջնային օղակում եք հայտնվել ոնց որ հաշվի առնելով, որ պլաստիկ վիրաբույժներին չափազանց շատ են դիմում։ Պլաստիկ վիրաբույժներին շատ են դիմում, կարիքը կա, բոլորն են ցանկանում գեղեցկանալ, բայց այդտեղ մոդելի խնդիր չկա։ Պլաստիկ վիրաբուժությունը ինքնին տարբերվում է, ինքը բժշկության մեկ այլ ճյուղ է, ինքը գիտության, իրավունքի, բարոյականության, բարձր բարոյականության եւ ինչու՞ չէ նաեւ ներկա ժամանակաշրջանում որոշ չափով մարքեթինգի ներդաշնակություն է։ Պլաստիկ վիրաբուժությունը իրանից դա է ներկայացնում։ Շատ մեծ ճյուղավորում ունի, բոլորը ասելով պլաստիկ վիրաբույժ, առաջինը պատկերացնում են գեղեցկացնող, դուք էլ այդույն հարցը տվեցիք, բայց պլաստիկ վիրաբուժությունը ինքը լայն սպեկտր է ներկայացնում, որը զբաղվում է վերջույթների վնասվածքներով, ռեկոնստրուկտիվ վիրահատություններով, ծածկութային հյուսվածքների, տարբեր տեսակի հյուսվածքների վերականգնումով, նաև մանր ստրուկտուրաների անատոմիական, այսինքն միկրովիրաբուժական տեխնիկայի միջոցով, մանրադիտակով օպտիկական, վիրաբուժական տվյալ հյուսվածքների վերականգնումը։ Ինքը շատ մեծ բնագավառ է իրանից ներկայացնում։ Կանդրադառնանք շատ մանրամասնելու տեղիք կա։ Ինչպես դուք նշեցիք, ես ներկայացնում եմ Երևանի քաղաքապետարանի շտաբ բուժօգնությունը։ Ամենաառաջին բոլորի համար ամենաառաջին օղակը, հարեհաս օղակը, եւ ձեր հարցադրմանը, թե մենք բուժում ենք հիվանդին, թե հիվանդությունը, եթե այդ տեսանկյունից է, այդպիսի հարցադրումը դուք արեցիք, պարոն Վախտամյան։ Ինչ վերաբերում է շտաբ բուժօգնությանը, մենք քիչ ժամանակ ունենք հիվանդին
բուժելու առումով, ուստի մենք այդ ժամանակահատվածում առաջնորդվում ենք համախտանիշային բուժօգնություն ցուցաբերելու, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակները կարգավորելու եւ հոսպիտալացնելու։ Այս հիմնական սկզբունքն է, մենք առաջնորդվում ենք նախարարի 2022 թվականի չափորոշիչով, դա կարելի ասել շտապօգնության սահմանադրությունն է, թե որ կանչերը պետք է սպասարկել, ինչ հերթականությամբ կատեգորիաներ կան, նաև կանչերի առաջնահերթության, պոլիկլինիկա ուղղորդվող եւ այլն։ Եվ քիչ առաջ նաև հնչեց այն տարբերակը եւ դրանով է պայմանավորված նաև մեր կանչերի ծանրաբեռնվածությունը, որ առաջնային առողջապահության առաջնային օղակի, ինչպես նաև ընտանեկան բժշկության ոչ լիարժեք կայանալու պատճառով, ես կարող եմ ինձ թույլ տալ նման բան ասել, կանչերի 25%-ը շտապօգնության Երևան քաղաքի եւ ամբողջ հանրապետության ոչ շտապօգնության կանչեր են։ Բայց ինքն մարդը 3-4 օր ջերմություն ունի 7.5 կանչման շտապօգնություն։ Մեր տնօրինության ղեկավարությամբ մենք այդ կանչերը մերժում ենք հիմա, ուղղորդում պոլիկլինիկա, հիմնավոր կերպով հղում անելով քիչ առաջ նշված նախարարի չափորոշիչի, որովհետև այդ ժամանակահատվածում մենք կարող ենք ունենալ եւ բաց թողնել առավել կարեւոր կանչեր, ավտովթարներ, սրտի կանգ եւ այլն եւ այլն։ Տիկին Ստեփանյան, անպայման կանադառնանք։ Շատ կանադառնանք։ Իրազեկության թեմա էլ կա երևի այստեղ։ Այո, ես քանի որ նույնպես ներկայացնում եմ առողջապահության առաջնային պահպանման օղակը պոլիկլինիկան, ասեմ մեր գործող մոդելը սխալ չի։ Ճիշտ մոդել գործում է եւ բազմապրոֆիլ է, ուղղակի կա որոշակի ընթացակարգ քայլեր, առաջին քայլ եւ հետագա քայլեր, որպեսզի ամբողջությամբ մատչելի, հասանելի եւ բազմապրոֆիլ բուժառուն սպասարկվի, որովհետեւ միանգամից դիմել բարձր թե շտապօգնություն, թե հիվանդանոցներ, դա սխալ է։ Մեր պետությունը ապահովում է եւ հասանելի եւ պետպատվերով անվճար բուժօգնություն, ուղղակի կա ընթացակարգ։ Յուրաքանչյուր բուժառու կցագրված է իր տեղամասային պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում, առաջին քայլը պետք է լինի այնտեղ, որից հետո տվյալ բժիշկը լինի թերապևտը, լինի ընտանեկան բժիշկ կամ մանկաբույժը կողմնորոշվում է տվյալ բուժառուին, կարողանում է ախտորոշել, բուժում է, չէ, ուղարկում է հավելյալ հետազոտությունների։ Մեր պոլիկլինիկան, օրինակ, բազմապրոֆիլ պոլիկլինիկա, մենք ունենք բոլոր մասնագետներին, բայց գյուղական ամբուլատորիան տալիս է ուղեգիր, տարածքային մարզային կենտրոն, կատարում են հերթական հետազոտությունները։ Հետազոտությունը վերադառնում է կրկին իր կցագրված բժշկին, որից հետո որոշվում է շարունակել ավելի դժվարամատչելի հետազոտություններ, թե կրկին ախտորոշված է եւ հիվանդին բուժել։ Այսինքն մոդելը գործում է։ Այնպիսի տպավորություն է, կամ մեր բուժառուները տեղյակ չեն, կամ չեն վստահում։ Տեղյակ են, դա արդեն վաղուց գործում է, առաջ տարբեր անուններ են կոչվել ծրագրերի, դա գործում է, արդեն քանի տարի մենք հստակ այս ընթացակարգը ընդունել ենք, մեր ընդունարանից սկսված մինչև Իսկ որտեղ է այս Ես այս օղակի մեջ պատկերացրեցի քաղաքացուն հենց ձեր բոլորի խոսքից հետո, քաղաքացին, որը ունի այս պահին բուժօգնության կարիք։ Պիտի դիմի շտապօգնությանը գուցե 25% կանչերի մեջ մտնի եւ մերժեն։ Գնում է պոլիկլինիկա, դուք ասում եք մեր մոդելը շատ ճիշտ է, բայց պոլիկլինիկայում 3 մոտեցած մարդը Արաբկիրի պոլիկլինիկաներից կամ մեկն է կամ մի քանից չգիտեմ, ասել են դուք ձեր հերթը կարող է հասնել ամսի 6-ից հետո, երբ նյարդային սուրխնդրով դիմել է իրենց։ Հիմա այս մոդելը աշխատում է, չի աշխատում, թե ռեսուրսը չի բավարարում։ Հիմա այդ մարդը ունի թե չունի գումար, ափսոս մեր քննարկման մյուս թեման է եւ արդյոք հասանելի է դիմել հիվանդանոց այդ ամեն ինչը բուժօգնությունը ստանալու համար, եթե դրա համար նախատեսված են պոլիկլինիկաները։ Ոնց է ճիշտ աշխատում մեր մոդելը։ Տեսեք, հիվանդը եթե անմիջապես դիմում է հիվանդանոց, նա արդեն դառնում է վճարովի հիվանդ, որտեղ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնությունը դա տրամադրված է պոլիկլինիկային։ Բոլորը գիտեն իրենց բժիշկներին, դա դեռևս մանկական հասակից մինչև 18 տարեկանը մանկական մանկաբույժն է, այնուհետև երբ որ տարիքը լրանում է, կցագրվում են մեծահասակի պոլիկլինիկային։ Նրանց ծնողները, ընտանիքները այդ կցագրումը կատարում են ոչ միայն ուղղակի բառացի, այսպես նաև կան այցերի շրջանակներում մանկական պոլիկլինիկան ցուցակագրում է մեծահասակին, տալիս է արդեն 18 լրացած անձանց թիվը, անունը, ցանկը եւ տվյալ տեղամասի բժիշկը այցերի միջոցով, իր ազեկման միջոցով կցագրումը կատարում է։ Նրանք արդեն գիտեն ով է։ Իդեպ վերջին շրջանում շատ նաեւ լավ արդեն զարգացում է ապրում Արմեդի էլեկտրոնային համակարգը,
Աշխատեց վերջ այդ համակարգը։ Այո, համակարգը աշխատում է, ուղղակի ինչպես բոլոր ծրագրերը համակարգային ունեն թերացումներ, ժամանակի ընթացքում թարմացումներ, բայց բուժառուն իր հեռախոսով ունի ծրագիրը, անցնում է ներ է բեռնում ծրագիրը, անցնում է նույնականացում եւ իր տանից կարող է անմիջապես այց կատարել իր թերապևտի մոտ։ Հասանելի է դա 75-ամյա կնոջին։ Այո, ունենք բացեր։ Գիտի այդ մարդը տեխնոլոգիաների գիտի, բայց չի կարողանում տիրապետել։ Հետևաբար հասանելի չի։ Հասանելի Արմեդի մասով չէ, բայց մենք ունենք դեպքեր, մեր պոլիկլինիկան դա նույնպես կատարել է ու կատարում է առ այսօր մեկուսարաններ, երբ որ սպասարկվում են արտահերթ ջերմող հիվանդները, երբ որ վատ վիճակում գտնվող, ինքնազգացողությունը վատ գտնվող վիճակ, հիվանդը չի կանգնում հերթերի մեջ սպասարկում։ Դա ընդհանրանից արդեն այդ մշակված ծրագիրը, որ անմիջապես բուժառու սպասարկվի եւ ինքն արդյունքում տապակցություն չկանչի։ Ինձ թվում է այստեղ այս ընտանեկան բժշկություն կոչվածը, որը ավելի կարծես թե ճանաչում է իր բուժառուներին, շփվում է, ավելի ակտիվ պետք է լինի, բայց ինչքան գիտեմ այս ինստիտուտը մի տեսակ դոփում է տեղում։ Դրա համար ես ասացի, որ կան մասնագետներ համալրված։ Դրա նախապատմությունը այն է, որ 2000-ականներին ներդրվեց այդ ընտանեկան բժշկության ինստիտուտը, բոլոր թերապևտներն ու մանկաբույժները անցան վերապատրաստումներ այդ ժամանակվա, ընդ որում անվճար, այտենց գրանտային ծրագիր կար, հետո այդ վերապատրաստվեցին, դարձան ընտանեկան բժիշկներ։ Այն մասնագետները, ովքեր գնացին իրանց գյուղերում, գյուղական ամբուլատորիան են, որտեղ իրանք մենակ էին եւ ստիպված պիտի նեղ մասնագետներ չկար, իրանք կայացան որպես ընտանեկան բժիշկներ։ Իսկ քաղաքային պոլիկլինիկա վերադարձած բժիշկները, որոնք վերադարձան իրանց բուժարշավությանը, եթե որպեսզի իրենք աշխատեն իրանց սովորած որպես ընտանեկան բժիշկ, առաջ էր գալու նեղ մասնագետների հարցը, որովհետև ընտանեկան բժիշկը ենթադրում է բազմաթիվ նեղ մասնագիտական ավելի պարզ իրավիճակներում ընտանեկան բժշկի տիրույթում այդ վիճակների հիվանդությունների բուժումը, որպեսզի պացիենտին շատ չուղեգրի անդադ այս նեղ մասնագետի մոտ այն, որը որ նաև ինքը պետք է տիրապետի, չէ՞, բայց արդյոք Այդ եմ ասում, մենք սովորեցինք, եկանք, հետո վերադարձանք մեր պոլիկլինիկաները, պիտի մենք աշխատեինք, որ այդ սովորածը ամրապնդվեր, պրակտիկ հմտություններ եւ գիտելիքներ, բայց քանի որ այնտեղ այդ մյուս խնդիրը չլուծվեց, որ այդ նեղ մասնագետներին տեղավորեն, ասենք թե ստացիոնարներում մի քիչ կրճատումներ պետքա լիներ, որ ընտանեկան բժիշկը այդ գործառույթների մի մասը ինքը իրականացներ։ Ասին դե բայ այդ մարդիկ ոնց որտե աշխատեն, ինչ ոնց անեն այդ մարդկանց։ Ու այդ հարցը տենց նորից մնաց, բայց այդ ժամանակ գյուղական, կրկնեմ, գյուղական ամբուլատորիաներ վերադարձած բժիշկները մինչև այսօր իրանք շատ լավ կայացած ընտանեկան բժիշկներ են, որոնք ստիպված են եղել, նեղ մասնագետ չի եղել, իրանք իրանց վրա։ Նաև ասենք նույն թերապևտը նաև մանկաբույժի գործառույթներ է անում եւ հակառակը։ Եվ նաև Հայաստանում էլի այդպես ծրագրեր կային այդ ժամանակ, որ առաջարկում է դրա օգնություն ֆինանսական, եթե մենք դիմենք եւ առանձնանայինք եւ ստեղծվել ընտանեկան բժիշկների խմբային կամ անհատական պրակտիկա։ Մեր կազմակերպությունը, որ Աբովյանում են գործում, Կարդիոմեդ ընտանեկան բժշկական կենտրոն, մենք այդ հանրապետություն մի 5-6 այդպիսի կենտրոն ստեղծվեց, որ առանձնացանք որպես ընտանեկան բժշկության կենտրոններ եւ մենք այս սկզբունքով հիմա աշխատում ենք։ Բայց քանի որ այս խնդիրը կա, ամիսներ շարունակ աշխատանքային խումբեր ստեղծվել նախարարությունում, քննարկումներ էր, որտեղ ընդգրկված էին տարբեր պոլիկլինիկաներից, ամբիոններից եւ Սփյուռքից ձեր առաջարկը ավելի ընդունվեց այդ մոդելը, բայց 27 թվից ամբողջությամբ կսկսի։ Ինչ է պետք ավելի էֆեկտիվ լինելու ավելի ընտանեկան լինելու համար։ Ավելի էֆեկտիվ լինելու համար, դե ասեցի, հիմա այդ մարդիկ սովորել են, բայց չեն կիրառել գիտելիքները, բնականաբար մոռացվել է։ Հիմա մշակվել է այդ աշխատանքային խմբով մշակել ենք 6 ամսյա ծրագիր, մոտավոր 6 ամսյա, որի մի մասը կլինի on-line դասընթացների ձևով, մի մասը պրակտիկ դասընթացների ձևով։ Սա շարունակական։ Այս մի հատ 6 ամիս բոլորին, մի հատ պիտի բոլորին անցկացնեն այդ ծրագրով, այդ թերապևտ մանկաբույժներին,
որ փորձենք հիշացնել գիտելիքները, թարմացնել, վերջին ուղեցույցներին ծանոթացնել, որպեսզի այդ դասընթացից հետո արդեն իրանք լիարժեք թարմացնեն գիտելիքները եւ իրավունք ունենան աշխատել որպես ընտանեկան բժիշկ, որպեսզի ձեր ասած եւ վստահելիությունը բարձրանա, եթե գիտելիքները լավացավ, թարմացվեց, ունակություն, բժշկական հմտությունները բարելավեց, բնականաբար արդեն երկկողմանի այդ կապը կամրապնդվի պոլիկլինիկաների, իրանց ընտանեկան բժիշկների հետ եւ կպակասի եւ շտապ օգնության կանչերը եւ նախ Ես ճիշտ հասկացա, շարունակական կրթության մասին է խոսքը։ Այս պահին մի հատ պետքա բոլորին մի հատ թարմացնել, գիտելիքներ, բայց շարունակական կրթությունը անընդհատ լինելու է ու կա, բայց այդ 6 ամսյա ծրագիրը մշակվել է, որ մի հատ բոլորը դրանով անցնեն, արդեն որպեսզի եւ իրավունք ստանան այդ թերապևտ ու մանկաբույժը դառնան ընտանեկան բժիշկ եւ համ իրավական մասով իրավունք ունենան, համ էլ գիտելիքների մասով։ Պարոն Հարությունյանը էլիտար դասում է այստեղ այս բոլոր հարցերը։ Չէ, ոչ միայն էլիտար, չտարանջատենք, քանի որ նշեցի պլաստիկ վիրաբուժությունը, նաև զբաղվում է ռեկոնստրուկտիվ վիրահատություններով, վնասվածքներով, անհետաձգելի վնասվածքներով, մեզ էլ դիմում են բուժօգնության տարբեր խավի մարդիկ, եթե խնդիրը վերաբերում է անհետաձգելիին։ Այստեղ մի հավելում եմ ուզում անեմ, երբ որ հարց հնչեց թե քաղաքացի եւ առողջության առաջնային պահպանման օղակ կապը ինչու է տենց վատ, իմ կարծիքն եմ ուզում ասեմ, ճիշտ եմ ասեմ, պլաստիկ վիրաբուժ եմ, բայց բավականին երկար ժամանակ աշխատել եմ Երևան քաղաքի շտաբ բուժօգնությունում ու իմ դիտարկումն եմ ուզում ասեմ, իմ անձնական դիտարկումը, ինչու շատ պատերազմ, կոവിഡ് համավարակ եւ այլն։ Իմ դիտարկումն եմ ուզում ասեմ, իմ կողմից բազմաթիվ անգամ քաղաքացիներին հարց հնչել է, ինչու ահազանգ շտապ օգնություն պլանային դեպքի համար ոչ դիմել առողջության առաջնային պահպանման օղակ պոլիկլինիկա։ Մի մասը Երևան քաղաքի բնակչության իրանք ապրում են միգրացիոն կերպով։ Նույն տարածքում, նույն թաղամասում ստացիոնար չեն ապրում։ Այսինքն բազմաթիվ բնակիչներ ասում են, դե այստեղ նոր ենք տեղափոխվել, վարձակալական հիմունքներով ենք բնակվում, չգիտենք ով է տեղամասի թերապևտը, դրա համար մեր համար հեշտական չենք շտապ օգնություն, դուք ցուցաբերեք բուժօգնություն կընդունեն։ Մի մասը գիտի, մի մասը չգիտի, բայց կընդունեն։ Այսքան վաղ խնդիր չի եղել ԱԱՊ-ի կողմից, որ ինչ-որ մի քաղաքացի դիմի բուժօգնության չընդունեն կամ շուղորդեն։ Բացառում եմ այդ մեկը։ Խնդիրը հետեւյալում է։ Երևանը, ինչպես ասացիք, մշտական բնակիչներ չեն կամ տեղափոխվում են անընդհատ եւ այլն։ Երևան գալիս են նաեւ ուսանողներ, որոնք դեռևս այստեղ որևէ ձև կարգավիճակ չունեն, քաղաքացի կամ ռեզիդենտ եւ այլն։ Գալիս են փախստականներ, որոնք որևէ կարգավիճակ դեռևս չունեն, եւ գալիս են մարդիկ, որոնք ունեն ինչ-որ տեղ դիմելու փաստաթուղթ, որոնց պետք է տեղեկանք այդ ամեն ինչի սկզբնական փաստաթուղթը ստանալու համար։ Եվ այդտեղ մարդիկ բախվում են խնդիրների։ Շտապ բուժօգնության հարց չի, պետք է օրինակ վերցնել, չգիտեմ, A16 տեղեկանք անձնագրային բաժին ներկայացնելու համար, եւ այդտեղ քաղաքացիություն չունեցող կամ չհաշվառված անձը բախվում է խնդրի։ Մեր պոլիկլինիկան չի կամ մենք չենք սպասարկում, դուք մեր ուր է ձեր մանկության, չգիտեմ, այս քարտը ովքեր են, ում եք փոխանցել եւ այլն։ Կան նման հարցեր։ Արտասահմանցի, որ դու գնաք ուրիշ երկիր, որպես Հայաստանի քաղաքացի, ձեզ էլ չէ ուրիշ ձևով սպասարկեն, դա բնական է։ Քանի Հայաստանի քաղաքացի չէ, բնական է, որ ինքը կարա վճարովի հիմունքներով սպասարկի։ Բայց եթե Հայաստանի քաղաքացի է, Երևանի ցանկացած շրջանից ինքը կարա իր ուզած պոլիկլինիկայում գնա, կցագրվի իր ցանկությամբ, ընտրի իր պոլիկլինիկայի թերապևտին կամ մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին եւ ինքը արդեն սպասարկվի նրա մոտ։ Առավել եւս որ այդ բժիշկը շահագրգռված է, որ իր բնակության թիվը շատանա, որովհետեւ իր աշխատարարը ձևավորվում է ըստ բնակության թվի։ Ես խոսում եմ օրինակ մարդը եկել է ուսանող եւ այստեղ սովորելու է։ Հայաստանի քաղաքացի չէ եւ սկսում է այնտեղ պատմությունների մի ամբողջ շղթա։ Օտարերկրացի քաղաքացի առողջության առողջության ապահովագրություն, ու ինքը օգտվի միջազգային ստանդարտներին համապատասխան մեծ կլինիկաներում։ Դա նույն առողջապահության ապահովագրությունն է, որի մի մասին պետությունը խոսեց 2025-ի հունվարի 1-ից, որ պետք է լինի պարտադիր եւ այդպես էլ չեղավ։ Դուք չեք կարողացել այդ դե հիմա էլ այլ սխեմայով է փոխվելու, ճիշտ է։ Մենք մեր քաղաքացիներն օտարերկրացիներին չէ, օտարերկրացի քաղաքացին Հայաստան եկող ուսանողն է ազգությամբ հայ։ Հասկացանք օտարերկրյա քաղաքացի է, բայց
Խնդիրը նրանում չի, որ մարդը չի ուզում կամ քաղաքացի է կամ քաղաքացի չի։ Խնդիրը նրանումն է, որ մարդը գալիս է այստեղ ուսանելու, իրենից ուզում են փաստաթղթերի մի ամբողջ տրցակ տեղեկանքների բժշկական եւ այդ մարդը բախվում է խնդիրների, որովհետեւ մի օղակը մյուսից է ուզում, մյուսը մյուսից, այդ մարդը չունի այդ հիմքը, որ ներկայացնի։ Ես դեռ կպատմեմ առանձին, որ հաղորդումը դրա շուրջ չծավալվի, բայց կան խնդիրները։ Հնչեց պարտադիր ապահովագրության թեման։ Որքանով այն կարող է լուծել, ինչքան հասկանում եմ, խորը մտահոգություն կա այս պարտադիր առողջապահության վերաբերյալ, որը ոչ մի կետ չի մեկնարկում։ Իհարկե, ես եթե աշխատանքային խմբում ներառված եմ եղել, շատ լավ ծրագիր է մշակվել, իսկ որ հետաձգվեց, դա ֆինանսների նախարարը ոնց որ դեմ եղավ, որ ֆինանսական լրացուցիչ հոսքերի կարիք կար, ըստ էության։ Մի տարով հետաձգվեց, բայց 26 թվին կսկսվի։ Նայեք, մենք այս որ խոսում ենք հասանելի առողջապահության մասին, մեր երկիրը շատ հարուստ երկրների թվում չի, որ պետությունը ամեն ինչը վերցնի իր վրա, տարեց տարի ինչ որ պետպատվեր ու ծառայությունները ավելանում է, ինչ որ ծրագրեր են ավելանում, ստենտավորումը ավելանում է ծրագիրը, օրինակներ կան շատ, որ պետությունը վերցնում է իր վրա, բայց չի կարող ամբողջը ծածկի, չէ՞, նույնիսկ այն հարուստ երկրները վաղուց ընտրել են ապահովագրության մոդելը։ Բնականաբար, հիմա ինչպես պետք է ապահովագրվի, երբ ասում եք 26 թվականից, մեկ էլ միանգամից մի քանի 100,000 հիվանդ հայտնվում է, փոխվել է մոդելը, չէ, մոդել չի փոխվում։ Առաջի փուլում ոնց որ նաև այդ կողքնի, եթե բաց թողումներ լինեն, առաջի փուլը ինչ որ սոցիալական խումբ է, այդ որոնք առաջ ասում ենք հաշմանդաներ, հիմա ֆունկցիոնալ խանգարումներ ունեցողները, զինծառայողներ, զոհվածների սոցիալական հատուկ խմբի ընդգրկվածները, որոնք հիմա պետպատվերով են սպասել, ոնց որ այդ պետպատվերի գումարը փոխանցվի ապահովագրությանը, որը մի հատ պետական ֆոնդ է լինելու։ Եվ այդ դեպքում չի վերջանա, չէ՞, այդ պետպատվերը։ Հետո հաջորդ եթե հիմա վերջանում է։ Չէ, հետո հաջորդ փուլը այն մյուս տարի արդեն աշխատողները ինչ որ գումար պիտի իրանց աշխատավարձից վճարեն, որպեսզի այդ գումարների հոսքը, հիմա ասենք ոնց է, մենք ավտոմեքենայի համար սկսեցինք վճարել ու կարծես թե վատ չի, չէ, ինչ որ վթարներ է լինում, ապահովագրությունը ֆինանսավորում է։ Հիմա այդ մյուս փուլում էլ արդեն բոլոր աշխատողները սկսելու են իրանց աշխատավարձից ինչ որ գումար վճարել։ Ուղղակի սպառողները ավելի շատ են այս պարագայում լինելու։ Դե հա, սպառողները ավելի շատ են, ասենք երեխաները, թոշակառուներ, այդ սոցիալական հատուկ խմբեր, մնացած դե աշխատողները։ Քանակը ինձանից լավ գիտեք, չէ՞, ինչքան է այդ սպառողների բուժառուների։ Թոշակառուները։ Դե հա, դրա համար էլ դժվարություններ է առաջանում, այդ բոլորը գալիս է ֆինանսների խնդրից։ Հիմա հույս ունենք, որ մյուս տարի արդեն սպասարկման մասնագետների քանակն էլ ես չգիտեմ կբավարարի արդյոք այդ մեծ։ Նայեք, օրինակ մի հատ sense լավ մաս ասեմ այդ ապահովագրությունից։ Ինքը ենթադրելու է 2 տարին մեկ պարտադիր այց առաջնային օղակ, որպեսզի գնաս քո առաջնային օղակի բժշկի մոտ քո կանխարգելիչ հետազոտությունները անցնես, որպեսզի փաթեթը ակտիվանա։ Ոնց որ հիմա սոցփաթեթի շահառուներ կան, չէ՞, ուսուցիչները օրինակ սոցփաթեթի շահառուն, իրանք ամեն տարի ստիպված գալիս են իրանք այդ ընթացիկ հետազոտությունները անցնում են, որ փաթեթը ակտիվանա մյուս տարվա համար։ Պատկերացրեք 2 տարին մեկ դա ստիպելու է, որ բոլորը այցելեն իրանց պոլիկլինիկա, ամեն տարիքային խմբում կա սկրինինգային ինչ որ հետազոտություն, 18 տարեկանից բարձր կարևոր է գոնե տարի մի անգամ զարգացական ճնշումը չափել, 35 տարեկանից բարձր գլյուկոզայի ստուգում, շաքարային դիաբետը, թաքնված շաքարային դիաբետը հայտնաբերելու համար 50 տարեկանից բարձր կանանց մոտ նախատեսված է մամոգրաֆիկ հետազոտություն կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերել։ Սկրինինգը այն է, որ մարդը գանգատ չունի, ինքը պիտի այդ հետազոտությունը անի բոլորը։ Այսինքն կանխարգելումը ավելի կարևոր է, եւ ավելի էժան է նստում, որպեսզի այդ այն շտապողության եւ հիվանդանոցային դեպքերը պակասեն։
արդյունքում բարձրանալու է հայտնաբերելիությունը, արդեն բոլորը այդ մարդը ստիպված է գնալու, որպեսզի իր փաթեթը ակտիվանա ու բազմաթիվ պացիենտներ ունեն բարձր ճնշում, տեղյակ չեն դրա մասին։ Ունեն դիաբետ, տեղյակ չեն։ Ունեն այդպես նոր սկսվող, այնտեղ ընդգրկված է նաև ուղիղ աղիքի քաղցկեղի սկրինինգային հետազոտություն եւ արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային հետազոտություն։ Հա, հիմա այդպես փորձնական կիրառվում է որոշ տեղեր, բայց այդ ժամանակ արդեն բոլորին է կիրառելու իրենց տարիքային խմբի համար եւ եթե պացիենտը եկավ առաջնային օղակի բժշկի մոտ, նա նայելու է, այս տարիքային խմբում նախատեսված է այս հետազոտությունները։ Գնա այս հետազոտությունները անցիր, անվճար բնականաբար, որպեսզի քո փաթեթը ակտիվանա։ Այդ հետազոտությունների ընթացքում հայտնաբերվեց համապատասխան հիվանդություն, արդեն գնա այս հիվանդությունը բուժվի, որպեսզի վաղ բուժումը արդյունավետ լինի։ Տիկին Ստեփանյան, կասեք այս ամենին եւ նախատեսվող փոփոխություններին, ինչ է նախատեսված նաեւ այն մարդկանց համար, ովքեր բնակվում են մեր երկրում, նույն արցախցիների բազմահազարանոց խումբը, ինչպես է իրենց բուժօգնությունը կամ բուժծառայության հասանելիությունը կարգավորվում։ Տեսեք, արցախցիների հետ կապված մեր պետությունը ամենալայն փաթեթով տվել է արտոնություն, ինչպես Հայաստանի Հանրապետության ցանկացած սոցիալապես անապահով առաջի կարգի հաշմանդամին, այդպես ասեմ, հավասար արտոնություն, այսինքն ամեն փաթեթից սկսած պոլիկլինիկական մասով, դժվարամատչելի հետազոտություններ, բարդ դեղորայքը, այո, վիրահատությունները, թանկարժեք վիրահատությունները, այսինքն ամենալայն փաթեթով տրված է, հասանելի է, ուղղակի արցախցիների հետ կապված կա իրազեկման խնդիր։ Ես քանի որ շատ եմ շփվում իրենց հետ, ամենամի փոքր անտեղեկությունը նրանց մոտ ինչ որ բարդույթ, լարվածություն է առաջացնում, երբ որ երկու բառով, երկու նախադասությունով բացատրում ես դա ինչու քայլերը ինչպես է կատարվում եւ քո ուզածին հասնելու համար այս հասնելու ես անխոչնդոտ, առանց խնդիրների հետ բախման, այդ ամեն ինչը հարթվում է։ Արդեն այս 2 տարվա մեջ մեծ մասը տեղյակ են, բայց կան բուժառումներ, ինչ խոսք ովքեր երբևէ չեն դիմել, այսինքն ոչ գծագրվել են կամ տեղահանման ժամանակ առաջին վայրը, որ եղել է այնտեղ գրանցվել են, հետո տեղափոխվել են, քանի որ իրենք մշտապես բնակության փոփոխություն է լինում, գծագրումը դեռ մնացել է այնտեղ, իրանք մնում են լարված, մի քիչ էլ ես կասեի այդ հարցը իհարկե հոգեբանական աջակցության խնդիր ունեն, որովհետև ամեն անգամ իրենց թվում է այդ լարվածությունը նաև դրսից է գալիս, բայց իրականում իրենց մեջ է այդ լարվածությունը դեռ չի անցել այդ ստրեսային վիճակը։ Դա հասկանալի է, իհարկե։ Դրա համար ուղղակի իրազեկվածությունը, քայլերի շարքը չափորոշիչով ոնց կա ու ասում եմ այսքան ժամանակ երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվել արցախցիների հետ կապված։ Հիմա լսենք մեր քաղաքացիներին, բուժառուներին, ինչ կարծիքի են հասանելի առողջապահության մասին։ Բժշկական ծառայությունները ձեզ հասանելի են, կարողանում եք լիարժեք օգտվել։ Եթե ես ապահովագրություն ունեմ առողջապահական, այդ կողմից մի քիչ ապահով եմ, որովհետև պետությունը կարողանում է հնարավոր, բայց ինչ որտեղ հիմի կարծեմ էլ են վերացնում։ Ամեն ինչը, դե գնում ենք, արդեն գիտեք, բոլորը գումարով է, դժվար է։ Ես չեմ հիվանդանում։ Իսկ բժշկությունն էլ եթե թոշակառուներին անվճար լինի, դա ավելի գերազանց կլինի։ Գիտեմ, որ դժվարություններ կան, գիտեմ, որ գները շատ բարձր են, եթե պետպատվեր չի, ապա շատ բարձր են գները։ Գնում է հիվանդանոց պարիկինգա գնում ես, ասում էսա պետք է նա պետք ուղարկում լաբորատորիա, անալիզներ դե մեծ գնելա որ մատրիչան գնա։ Հələ տենց չենք ընկել այդ բանի, որ ասենք մեծ ծախսերի տակ հիվանդանոցներ բան, դե մենք հնարավորություն չունենք այդքան։ Ոչ, ես ինքս մի կերպ գոյատևում եմ բնական ինչ-որ ճնշումի դեմ, մյուսի դեմ, սրտի դեմ, խոտաբույսերով, որտեղից կարող ենք հիմա վարձերը մուծելու, ամեն ինչը շատ դժվար է։ Իհարկե ոչ, եթե թոշակի հույսին լինեմ։ Պարզ չի, դուք ինձնից լավ գիտեք այդ բոլորը։ Սա քաղաքացիներն են իրենց տեսակետներով, ոչինչ խմբագրված չի եւ անդրադառնանք, դուք կարող եք մեկնաբանել, կարող եք ոչ, բայց շտապօգնության հետ կապված մի քանի հարցեր կան, որոնք վերաբերում են նաեւ բժիշկների անվտանգությանը։ Մենք պարբերաբար տեսնում ենք, որ ծեծի են ենթարկվում
տեսնում ենք նաև որ նրանց ոմանք երբեմն նաև առաջարկներ են հնչում քաղաքական ուժերից, որպեսզի ուղեկցեն նրանց ոստիկանության ծառայողներ։ Տեսնում ենք նաև որ վթարի են հաճախ ենթարկվում եւ երբեմն հարց է առաջանում թե ինչպես են այդ մարդիկ դառնում շտապօգնության մեքենայի վարորդներ, հատկապես այս տարվա ընթացքում մի շարք դեպքեր արձանագրվեցին։ Ինչ առաջարկ ունեք այս մասով դուք։ Վերջերս լսեցինք, որ այդ առաջարկով նաև օրենսդրական առաջարկություն է եղել եւ փոփոխություն պետք է լինի պատժի չափի հետ կապված։ Անտրամաբանական է էլի, որ որքան էլ ընդհանրենք հիմնական խնդիրը լինում է այն դեպքում բողոքի ոչ թե կամ ոչ այնքան ոչ ճիշտ բուժօգնության, այլ որ ուշանում են, հա, դա է առաջացնում, բայց այդ ուշանալը հենց ինքը բժիշկը երբ որ գիտի, ասենք ինչ պետք է անի, հանիրավի ուշանում է լսել ամիտեղ ներողություն սուրճ է խմում գնա, իմանալով որ իր վրա պետք է շատ ներողություն հարցակվեն, հա, ուրեմն կա պիկ ժամ հասկացողությունը։ Երևանում հիմա շարունակ պիկ ժամ է։ Այո, շարունակ պիկ ժամի հանգամանքներով պայմանավորված լինում են ուշացումներ, երբ որ 1 ժամում լինում է 100 կանչ, իսկ դու ունես 44 բրիգադա սպասարկման, դա երեկոյան ժամը 6-ից մինչև գիշերվա ժամը 1-ը եղած տիրույթն է։ Ինչ էլ որ լինի պատճառը, դու քո մոտ եկող բուժաշխատողին, եթե դժգոհություն ունես, դժկամություն ունես, բուժօգնության ուշացման կամ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ, պատկան մարմիններ կան, գերատեսչություններ պետք է դիմել ըստ այդմ առաջնորդվել էլի։ Այդ կարգի, այո, ճիշտ եք նշում, այս տարվա սկզբին եղավ, անցյալ տարի եւս եղավ, եւ կարծում եմ, որ այդ նույնիսկ մեր գործընկերների առաջարկել էին անվտանգության, ասենք, այդպես միջոցներ, այո, անվտանգության միջոցներ, որը պարալիզի այդ մարդուն առողջությանը բնականաբար վտանգ չսպառնալով, որովհետև դրանից հետո երբ որ մարդու կյանքն է տվյալ դեպքում բժշկի արդեն վնասվում, եւ նաեւ հիվանդի, որտեղ չի կարողանում կանխել, եւ նաեւ այդ հիվանդը կտուժի։ Ուղղակի ձերբազատման, վնասազերծման, հա, միջոցներ, նաեւ սա էլ օրենսդրական ինչ-որ բան, որը արտերկրում կա։ Ես բազմիցս եղել եմ Միացյալ Նահանգների շտապօգնության ծառայություններում եմ գնացել եւ այնտեղ պարամեդիկները ունեն իրենց անվտանգության միջոցները։ Այստեղ դա էլ տարբերակներից մեկն է։ Եթե օրենսդրական միջոցները չեն կարողանում կանխարգելել, որ նրանք ենթադրենք նվազագույն աշխատավարձի 500 պատիկի կամ ինչ որ այլ միջոցներով, հա, կանխարգելիչ բաներ, անպատժելիություն է ինձ թվում է եւ դա պետք է նաեւ ցուցադրել, ասել այդ մասին շարունակ, որ այսպեսով կարծում եմ ինչ-որ քայլեր կտրուկ պետք է անել կանխելու համար։ Դե մեզ ծանոթ էին ամերիկյան ֆիլմերը, երբ շտապօգնությունն ու ոստիկանությունը ոչ-ոչի համատեղ մեկնում են ինչ-որ մի վայր, երբեք չգիտեինք, որ մի օր գալու է այդ տեսարանը իրական մեր աչքի առջև եւ հասարակության մասին եմ ուզում խոսել, որքանով է հասարակությունը ընդհանրապես ընկալում, որ այս շչակը հենց այնպես չէ շարաչում։ Շատ ճիշտ եք նկատում, երբեմն նաև անիրազեկություն է, ես մի այսպիսի գլորսեղանի մասնակցեցի, պարզվում էր, որ կարմիր լույսից առաջ, հա, մտածում է նրա հետևը կանգնած է շտապօգնության մեքենան օրինակ, հա, նա մտածում է, որ անցնի կտուգանվի, բայց պարզվում է հակառակը, եթե չանցնի կտուգանվի, եթե չի զիջում, պարզվում էր այդպիսի օրենսդրական բան կա, զրուցակիցներից մեկը ուրեմն ավտոտեսության ներկայացուցիչներ, այսպիսի պարզաբանում արեց, այո, դա հստակ, չզիջելու դեպքում ես գումարի չափը չգիտեմ, ինքը կպատժվի։ Կամ երբեմն այդպես նորից շատ տղայական, իհարկե սա բնականաբար բոլորին չի, ճանապարհ չեն տալիս շտապօգնությանը, հետո պարզվում է, որ այս շտապօգնությունը իրենց տուն էր գնում։ Հասկանալի է։ Այս իհարկե մենք ունենք նաև Երևան քաղաքում տեխնիկական ճանապարհների, մեքենաները գնալով շատանում են, չկա բոլորը եղել եք արտերկրում, հատկապես զարգացած երկրներում եւ bus only, հա, միայն ավտոբուսի կամ 4-5-րդ շարքը, որ ապահովում է միայն անհետաձգելի ծառայությունների, հրշեջ ծառայության, շտապօգնության, որոնք շտապ կարող են գնալ, բայց եթե ամբողջությամբ 4 գիծ է լրիվ փակ է,
ասենք այդ մեքենան ոնց պետք է գնա տեղ հասնի հատկապես այդ ժամերին մեր իրավիճակում եմ ես ասում որ այս ուղղությամբ բազմագործոն իմ կարծիքով երևույթ է եւ բնակչության կողմից շչակի հանդեպ ուշադրությունը եւ ինչ ասես դաստիարակության հարցը բայց հիմա մի փոքր վերաբերմունքը կարծեք թե փոխվում է այդ շչակի այո հուսանք եւ նաեւ օրենսդրական փոփոխությունները որոնք բոլոր այդ համատեղ բաներով հատկապես շտապօգնության պարագայում որտեղ որևէ մեկը կարծես իրեն թույլ չի տալիս հիվանդանոցում լինում են դեպքեր որ աղմուկ աղաղակ հարցակվի բժշկի բան որտեղ գիտի բոլորը մի 10 հոգով կհարցակվեն եւ իրան տեղը ցույց կտան հա բայց երբ որ շտապօգնության բժիշկը եւ բուժքույրը գնում են իրենց տուն փակում են դանակով հարթակվում դից բան ու հնարամտություն պետք է ունենաս գնամ մի հատ EKG ապարատը բերեմ որ ձեզ ուրեմն օգնեմ եւ այդ ժամանակ փորձում են կապ հաստատել ոստիկանությունը գա այս իրական իրավիճակներից վերված օրինակներ են հիմա ուզում եմ դուք բարձրաբանեք մի խնդիր որը կարծես թե խնդիր է երբ մեզանում սկսեցին պակասել մանկաբույժները այո Ինչու։ Մանկաբույժները պակասեցին, մանկաբույժական ֆակուլտետը փակվեց, գնացին ունիֆիկացման, ես իմ կարծիքը ասեմ, ուղղակի նաև մասնագետները եւս կասեն, գնացին աշխարհի ունիֆիկացման այդ տարբերակով, օրինակ տեսեք հին սերնդի մարդիկ կվկայեն ես շտապօգնությունում շատ երկար տարիներ եմ աշխատել խորհրդային տարիներից կար սրտաբանական բրիգադ, ռեանիմացիոն, տոքսիկ, մանկական, վնասվածքային եւ հետո հա, բայց աշխարհը որ այդ ոլորտի ես նկատի ունեմ անհետաձգելի բուժօգնության։ Հիմա տեսեք մանկաբույժ ունեիք մանկաբուժական բրիգադ, ինքը գնացել էր 3 տարեկան մի երեխայի կանչի։ Էլի եկավ, չէ, դա չես կարող ասես կանչ մի տվեք։ Բա ով պետք է գնա։ Ես որպես սրտաբան ճակերտավոր, ասեմ, կվախենամ ես սրտաբանական բրիգադայում գնախնդրեինք, չէ, բոլորը, եւ ծնողը եւ մասնագետը, որ այդտեղ գնար մանկաբույժը։ Բայց մանկաբույժը կանչի մեջ է, այսինքն մենք ինչքան 5 հատ մանկական բրիգադ պահենք, որ այդ օրվա 10 բրիգադին նա կարող է չսպասարկեն։ Դրա համար ի՞նչ է պետք անել։ Այդ շտապօգնության բժշկին ուսուցանել եւ անհետաձգելի մանկաբուժություն եւ անհետաձգելի սրտաբանություն եւ այլն եւ այլն եւ այլն եւ աշխարհը գնում է այս ճանապարհով եւ այսօր մենք արդեն 2010 թվականից Երևան քաղաքի շտապօգնությունը եւ այդ ուղղությանը կարծեմ նաեւ հանրապետական սկսեց վերազինում այդ առումով որ յուրաքանչյուր մեքենա պետք է ունենա եւ սրտագիր եւ էլեկտրոդեֆիբրիլյատոր եւ մյուս բաները եւ այն գիտելիքները որպիսի ցանկացած կանչին նրան գոնե անհետաձգելի բուժօգնության հիմունքներով կարողանան կառավարել։ Այսինքն այդ երեխու ցնցումները, օրինակ, ջղաձիկ ցնցումները կառավարեն, կյանքին վտանգ չսպառնա եւ հոսպիտալացնել, հա։ Այս սկզբունքն է եւ գնալով այդ սկզբունքին մանկաբույժները, բայց արդյունքում իհարկե ես չեմ կարծում, որ դա ճիշտ որոշում էր։ Մեր մանկաբուժության բժիշկների տարիքը 65+ է։ Ճիշտ եք։ Դա օրդինատուրա, 3 տարի այդ հիմնական բուժական ֆակուլտետը ավարտելուց հետո գնում են օրդինատուրա կլինիկական։ Օրդինատուրայով։ Եվ վերապատրաստում են։ Բայց օրդինատուրայում որպես մանկաբույժ շատ պակասել են գնացողները։ Դա ցանկություն չունեն, դա այլ բան է։ Այո, ցանկություն չունեն, իսկ ինչու չունեն։ Դե քանի որ չեմ կարող ասել դա անհատական կարող է նրա համար է որ այդ տարիքային խմբի համար պետպատվեր է գործում եւ բժիշկները չեն ցանկանում։ Այո, ցանկություն է, բայց մինչեւ 98 թիվը, եթե չեմ սխալվում, գոյություն ուներ առանձին բժշկական բուժվակ եւ մանկական։ Ես ինքս ընդհանուր բժշկության ֆակուլտետ են, մեզ միավորել են, այսինքն մենք էլ ենք ուսուցանել մանկաբուժություն այնպես չէ, բայց երբ որ մենք արդեն հասանք նեղ մասնագիտական օրդինատուրաներին, դա կրկին բաժանվեց, կային տարիներ, որ կրկին ընդհանուր էր, հայ հիմա նախարարությունը գնում է դրան, որ օրինակ քիթ-կոկորտական ջաբանը ունենք մանկական քիթ-կոկորտական ջաբան, որն առանձին օրդինատուրա է 3 տարի եւ մեծերի քիթ-կոկորտական ջաբան, որը կրկին 3 տարի։ Եթե որևիցե մեկը ցանկանում է երկու մասնագիտությունով զբաղվել, եւս 1 տարի
ես վերջերս կրկին մանկաբուժական ավարտեցի, դիպլոմ ձեռք բերեցի, այսինքն առանց այդ արտոնության նախարարությունը թույլ չի տալիս աշխատելու եւ նույնը մանկաբուժներին, այսինքն մեր 6 տարին հիմնական ավարտելով ընդհանուր բժշկության ֆակուլտետը դու չես կարող գնալ մանկաբուժ աշխատել, պետք է վերամասնագիտանաս նաև մանկաբուժական պրոֆիլով։ Որքանով է արդյունավետ վերապատրաստումը մեզանում։ Պարոն Հարությունյան, ասեք։ Միշտ անդադար։ Եվ ոնց է կազմակերպում։ Պետք է, բայց ինչպես է։ Պարտադիր է, բայց արդյունավետ է արդյունավետությունը բավարար կերպով է մեր ոլորտում պլաստիկ վիրաբուժության մեջ վերապատրաստումները իրականում են ցանկացած պլաստիկ վիրաբույժ ինքը կարող է կազմակերպել իր վերապատրաստումը։ Դա ազատ է, դա խնդիր չկա։ Ցանկանա Հայաստանի սահմաններից դուրս թե Հայաստանի սահմանների մեջ։ Եթե դուք չվերապատրաստվեք, լուրջ խնդիր կունենաք։ Եվ կա նախարարի կողմից սահմանված չափորոշիչ, որ 5 տարվա կտրվածքով, եթե չեմ սխալվում, 200 կրեդիտ պետք է ունենա, 220 կրեդիտ պետք է ունենա, որպեսզի ինքը շարունակի վերալիցենզավորվի, եւ այդ 5 տարվա ընթացքում մեր մասնագետները անընդհատ վերապատրաստվում են, ինքնակրթվում են, մասնակցում են տարբեր միջազգային գիտաժողովների, ձեռք են բերում նոր հմտություններ։ Կոնկրետ մեր ոլորտում դա կազմակերպվում է, քանի որ պլաստիկ վիրաբուժությունը հանդիսանում է թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում օրեցօր զարգացում ապրող մասնագիտություն, օրեցօր ինչ-որ նոր միջամտություններ են հայտնագործվում։ Եվ միջոցներն են շարունակ փոխվում, չէ՞, տեխնիկական միջոցները։ Միանշանակ, այդպես պատճառով պլաստիկ վիրաբույժները անընդհատ անդադար ինքնակրթվում վերապատրաստվում են։ Իսկ ինչպես է ձևավորվում օրինակ մարդկանց մոտ կամ ինչ պետք է անել կամ ինչ առաջարկ ունեք այս հարցով, որ մարդիկ դիմում են երևացող մասի շտկման եւ ոչ թե չերևացող մասի բուժման համար։ Օրինակ բազմաթիվ վստահ եմ դուք ավելի շատ գիտեք, որովհետեւ դուք ավելի շատ եք շփվում, մարդը ունի ճնշմախնդիր, բայց ճնշումը ուզում է կարգավորել այն ժամանակ, երբ օրինակ որևէ Մամնական սոմատիկ հիվանդություն ունեցող բուժառուն, երբ որ դիմում է էսթետիկ միջամտության, բնականաբար գրագետ պլաստիկ վիրաբուժի կողմից հետազոտություններ կատարելուց հետո ստանում է մերժում, քանի որ պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ վիրաբուժության դիմող բուժառուն պետքա ինքը լինի առողջ, ունենա հակացություններ, իսկ էսթետիկ վիրաբուժություններ կատարելու հակացությունները դրանք շատ են բավականին ծավալ։ Այսինքն եթե տվյալ քաղաքացին մտածում է ինքը կարա չկարգավորի իր ճնշումը, սիրտանոթային համակարգը, ստամոքսային տրակտը, ընդհանուր նյարդային համակարգը եւ փորձի դիմի էսթետիկ միջամտություն կատարելու համար բնականաբար գրագետ խելացի պլաստիկ վիրաբուժի կողմից մերժում ստանալու հետազոտվելուց հետո։ Իսկ կարող է ինքը պնդել, որ անկախ ամեն ինչից ես պետք է վիրահատվեմ։ Չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք մի պլաստիկ վիրաբույժ, ով զոհ կգնա, կհամարձակվի եւ կկատարի էսթետիկ միջամտություն հակացություն ունեցող բուժառուին։ Կոնկրետ մեր բաժանմունքում, մեր կլինիկայում, որտեղ ես աշխատում եմ, հստակ կան ալգորիթմեր, որոնք գործում են եւ եթե բուժառուն հետազոտվելուց հետո կա հակացություն, ապա իր վիրահատությունը հետաձգվում է հիվանդությունների բուժման, թերությունների շտկման համար եւ երբ ունենք պրակտիկ առողջ օրգանիզմ, թե սոմատիկ առումով, թե հոգեբանական առումով նոր կատարվում է էսթետիկ վիրահատություն։ Պարոն Հայրումյան, ինչպես անել, որ քանի որ պետքա լինի եւ բժշկական ուղեցույցներ եւ ստանդարտներ, կոնկրետ մեզ մոտ գործում է բավականին բարձր մակարդակով։ Բուժառուին հետազոտել, զննել, անհրաժեշտության դեպքում նեղ մասնագետների ներգրավում, անկախ նրանից բուժառուն դիմել է էսթետիկ միջամտության, հարկ եղած դեպքում իրեն պետքա զննի եւ սրտաբանը, եւ նյարդաբանը, եւ թերապևտը, եւ այդ բոլորի կոնսիլիումից հետո նոր որոշում կայացվի գնալ այդ էսթետիկ միջամտության։ Ինձ թվում է հոգեբանն էլ պետք է զննի, ասելով որ պետք չի անել ինչ-որ բան։ Հոգեբանը չէ, պլաստիկ վիրաբույժը արդեն իսկ օժտված է բավականաչափ հոգեբանական գիտելիքներով։ Այդ ողջ ընթացքում ուսումնառության ձեռք ենք բերում այդ գիտելիքները, հոգեբանի չէ։ Պարոն Հայրումյան, ինչպես անել, որ այդքան տարածված դառնա դիմել ընտանեկան բժշկին այնպես, ինչպես դիմում են պլաստիկ վիրաբույժներին էսթետիկ միջամտության համար։ Ինչ է պակաս, դուք պետք է այստեղ առաջարկ անեք անպայման։ Այստեղ նայեք, մի քանի ուղղությամբ։ Նախ այդ ընտանեկան բժիշկները, որ այցա լինում պացիենտը իրանց մոտ,
բոլոր պացիենտներին պետք է առողջ ապրելակերպի մասին զրույց լինի, վնասակար սովորությունների մասին զրույց լինի, այդ սկրինինգային ծրագրեր իրականացվի։ Այժմ կա այդպես բոնուսային բարձրացություններ, նախարարությունը մշակել է, որ եթե առաջնային օղակի բժիշկը շատ դեպքեր հայտնաբերի, շատ այդ սկրինինգների միջոցով, իրան որոշակի դրամական խրախուսում է լինում։ Բայց նույնիսկ մենք այդ որ տենց հարցազրույցի ժամանակ այդ մարդիկ ասում են մենք վախենում ենք դիմել, մի քիչ չափազանցացված է, որովհետև նայեք, պացիենտը գալիս է, եթե խնդիր ունի, գանգատներ ունի, ինքը անվճար կարող է ներքին օրգանների սոնոգրաֆիա անել, ռենտգեն հետազոտություն անել, բազմաթիվ անալիզներ անել, նեղ մասնագետների անվճար։ Բայց գիտեք, չէ, ասում եմ ընդամենը կոկորտս էր ցավում, գնացի 15 հատ հիվանդություն հորինեցին, հետո էլ ասեցին այսքան պետքա վճարես, վճարել չէ։ Հիվանդ հանեն, տենց այդ ձեր ասած, նայեք, ճիշտ է խնդիրը, համբի ընտանեկան բժիշկներ, առաջնային օղակի բժիշկները շատ աշխատանք տանեն, այն որ բոլորին առողջապահական կրթում է, էլի կոչվում։ Եվ զուգահեռ նաև սոցիալական հարթակները, ինչու՞ չէ, հեռուստատեսությունը, բոլոր օղակները նախարարությունը այդ ոնց որ առումով ակտիվ տենց քարոզչություն է անում, բոլոր հնարավոր հարթակներով պետք է հասցնել բնակչությանը, որ այսպիսի հնարավորություն կա, դու այցելի գոնե տարին մի անգամ այցելի քո առաջնային օղակի բժշկին, թող ինքը վաղ փուլում հայտնաբերի, իսկ բազմաթիվ հիվանդություններ վաղ փուլում հայտնաբերելը դուք էլ լավ գիտեք, որ օգնում է ավելի լավ բուժման արդյունքների եւ կանխարգելում է հնարավոր վատ բարդությունները, որ հետո ստիպված, ասենք 1-2 դեղի փոխարեն, հետո ստիպված խմում է 6-7 դեղ, այդ առումով էլ ենք փորձում բացատրել, ավելի լավ է դուք եկեք հիմա մի հատ դեղով բավարարվեք կամ առողջ ապրելակերպի այս խորհուրդները իրականացնեք, որովհետեւ հետո ստիպված չլինեք 5-6 դեղ խմելու։ Այդ բոլոր ուղղություններով զուգահեռ պետք է աշխատել։ Իսկ մարզերում ինչպես է այդ իրավիճակը ձեզ դիմելու։ Հենց մարզերում որոշ առումներով ինչ որտեղ կարող է ավելի լավ լինի, որ ընդհանրենք պացիենտ ավելի լավ է ճանաչում իր բժշկին, փոքր եւ լսում է բժշկին։ Եվ այդ հեղինակությունը ավելի բարձր է լինում բժշկի, միջև ընտանեկան ավելի շատ է ներողություն ինստիտուտի կայացումը մարզերի գյուղերի բժիշկները արդեն իսկ ընտանեկան այո, դա եմ ասում, այնտեղ դրա համար ավելի լավ հաջող է։ Կնիքը դրվեց, որտեղ բոլոր գյուղում գիտեն, որ Պողոսը ամեն ինչի բժիշկ է, ինքը համ գինեկոլոգ է, համ մանկաբույժ է, բայց արդյոք այսինքն դա մենք չպետք է համարենք շատ ներողություն, որ արդյունք ունեցանք մարզում, դա ընկելքից կար։ Ուղղակի այդ մարդուն մենք ուսուցանեցինք, այդտեղ չնեղվեց այն նեղ բժիշկը, մյուսը նեղ ոլորտի մասնագետը։ Ըստեղ այսինքն Երևան քաղաքում դրա կայացման համար լուրջ կազմակերպչական եւ այլ բաներ պետք է անել, միայն ուսուցումը չի, որ մոռացածը վերհիշացնենք, էլի նույն մոդելով գնանք, էլի մոռանա։ Հետո արդյոք ծափաթաղում կան Պողոսներ, թե հույսը սխտորն է։ Սա է, արդյոք կան, այդ մարդիկ բոլոր համայնքներում կամ գնում են։ Գնալու համար հեծանիվ պետք չի բուժ ամբուլատորիաներ բոլոր համայնքներում կան, բայց բժիշկներ գուցե ամեն օր չկան, կամ մի քանի համայնք ունի մեկ բժիշկ, մի քանի գյուղ ունի ամբուլատորիա, որտեղ կա բուժքույր, բայց բժիշկը գտնում է մոտակա գյուղում։ Դա հեռու չի, եթե դա դիտարկենք Երևանի մակարդակով, Երևանի մի թաղամասից մի թաղամաս չի ստացվում, շատ մոտ է ստացվում դա։ Դա վերջին օպտիմալացման ծրագրով են նաև արել, որ սպասարկումը դիմելությունը քիչ էր գյուղական միջավայրում, դրա համար 1 կամ 2 բժիշկը բավարար էր։ Գալիս էին Երևան, ասում են, այստեղ այն չի։ Դա մենտալիտետ է, հայկական մենտալիտետ է։ Երևանի բժիշկը գնա մենտալիտետ է, միջև ապացուցես որ կարծում եք դա ընդհանրապես այդ մենտալիտետի հարց է։ Դե ոչ միայն, դա պետք է ապացուցված լինի, օրինակ եթե նահանգներում կամ այլ զարգացած երկրներում այդ ընտանեկան բժշկություն family physician, հա, կայացած ինստիտուտը, երբ որ իմ մոտ գլխացավ ունեմ ջերմություն, ես ոչ թե շտապօգնություն եմ զանգահարում, այլ զանգահարում եմ այդ մարդուն։
մոտ որ գրանցված եմ։ Եվ ինքը չի բացառվում։ Մեր մոտ հարևանին են ասում։ Դե հիմա տեսեք, ես սկզբում որ դուք էլ կարծեմ ձեր խոսքով որ ասիք, ինչ անի այդ մարդը շտապ օգնությունը մերժում ա մյուս բան, որպեսզի թյուրընկալում չլի։ Շտապ օգնությունը, շտապ կանչի հազանգը երբեք չի մերժում։ Շտապ օգնությունը մերժում ա ամսվա մեջ 80 անգամ լիմֆոստազով, ասենք ոդկա լիմֆոստազ լիմֆատիկ հանգույցների այտուցվածությունը, հա? Բուժելիա քրոնիկա շտապ օգնությունը այդ հիվանդը բայց այդ հիվանդը ինչ անի? Կարիք, այսպես սխալ չհասկացվի, բայց ոչ շտապ օգնության, որտեղ շտապ օգնությունը լիմֆոստազը րոպեն մեկ էլ գնա չի բուժելու։ Դա պետք է գնա անոթային վիրաբուժի մոտ կամ մի այլ, բայց ոչ թե ամիսը 80 անգամ տարին, ուրեմն 12 անգամ 80 եւ այդպիսի կանչեր կան։ Հավատացեք ինքը այդքան էլ իր տեղամասային թերապևտին է կանչում, որովհետեւ տեղամասային թերապևտի կանչն է գոյություն ունի, նույնքան էլ թերապևտները իրազեկված լինեն կամ այդ ծառայությունը սպասարկող բժիշկները առաջի օղակի պահպանման, որովհետեւ այդ բեռը թեթևացնեն։ Իսկ ինչպես եք սպասարկում օտարերկրացիներին, որոնց թիվը հիմա շատ է, տարբեր աշխատանքներում են ներգրաված, չէ, օտարերկրացին երբ շտապ բուժօգնության կարիք ունի։ Երբ զանգահարում է շտապ օգնություն, նրան ուրեմն կանչընդունող կարգավար օպերատորն է արձագանքում, շտապ օգնությունը լսում է եւ հարցնում, այս էլ մի հարց է, Երևանից է զանգը։ Եվ ուրեմն ես հիշում եմ այդ խոսակցությունները արդեն 15-20 տարի, մեր օպերատորները Վիվասել, մյուս եւ այլն կարողացան ֆիքսել, որ Ղափանից զանգողը նորից կարող է Երևանի ուրեմն չիդենտիֆիկացնի տեղը, որտեղից է կանչը։ Ստիպված այդ հարցը տալիս են, որից հետո արձանագրում են տվյալները եւ դասակարգում կա։ 4-5 դասակարգում, այսինքն առաջի կատեգորիայի ցավ կրծքավանդակում, երեխաներ մինչև 7 տարեկան հասարակական վայրում, ավտովթար եւ այլն, այդ եղած 3-4 ազատ մեքենա կա, առաջնահերթ պետք է գնա այդ կանչերին։ Կարող է այդպիսի կանչեր ասենք շատ եղան, օպերատորը կապի մեջ է լինում, ուրեմն բնակչության բուժառուների մոտ գտնվող բժիշկների հետ, ինչպես է ձեր մոտ վերջացնում եք մոտակայքում, այսպես, որպեսզի կոորդինացնի, ուշացում չլինի, կարողանանք այդ առաջնահերթ կանչերը առաջիկա 15 րոպեի ըստ ուղեցույցի ընթացքում սպասարկել։ Հրաշալի, մինչև լսելը մեր արհեստական բանականության դիրքորոշմանը, մեկ նախադասությամբ անհրաժեշտ, ամենաանհրաժեշտ ձեր առաջարկությունը ավելի հասանելի եւ մասնագիտական դարձնելու համար այս ծառայությունը։ Խնդրեմ։ Իրազեկում։ Շատ լավ։ Պարոն Վիրաբյան։ Համաձայն եմ իրազեկմանը, իսկապես շատ կարևոր է, որ մարդը իրազեկված լինի, որ տվյալ հիվանդության պարագայում ում դիմի։ Նույնիսկ Սառնարյանը, որ բացի ընտեղից ինչի։ Բայց իրազեկումը, ասենք ինքը կարող է շատ լավ էլ գիտի, որ սա շտապ օգնության բան չի։ Եկենք գնանք այն ճանապարհով, որ չգիտի։ Չէ, ուրեմն եթե չգիտի, պետք է իմանա։ Առաջերտին պետք է իմանա եւ նաեւ այն գիտակցումը պետք է լինի, որ եթե ինքը կանչում է շտապ օգնություն իր այդ լիմֆոստազի կամ հոդացավի քրոնիկ ցավազրկումն անելու, այդ բժիշկը կամ մի այլ բուժառու առավել կարիք ունեցող տուժում է, այս գիտակցումը եւս պետք է լինի։ Պարոն Հարությունյան։ Քանի որ մեր ոլորտը ունի իր սպეციფიკությունը, ադիս պատճառով ձեռնպատ կմնամ առաջարկություն անելուց, քանի որ պլաստիկ վիրաբուժությունը զարգացած բավարար մակարդակի վրա է եւ քաղաքացիները, այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են դիմել էսթետիկ միջամտությունների, իրանք լավ ուսումնասիրել են, իրազեկ են, ոլորտը ուսումնասիրել են, Instagram-ն էլ գիտեն, բոլորի մոտ եղել են, շատ լավ գիտեն, տիրապետում են։ Ինչ լավ է ձեր մոտ առաջարկներ չկան եւ Դե ես համաձայն եմ գործընկերներից հետ, ուղղակի իրազեկման համար ընդգրկել բոլոր հնարավոր միջոցները եւ հնարավորինս տրամաբանորեն բացատրել քաղաքացիներին, որ ավելի հասկանալի լինի, բոլոր միջոցները պետք է օգտագործել այդ իրազեկման համար։ Իսկ ներդրումներ պետք չեն լավ մասնագետների, մարզերում բժիշկների քանակն ապահովելու եւ լավ հարց է, որովհետեւ այդ խնդիրը կա, ծերանում է առաջնային օղակի մասնագետների տարիքը
այդտեղ հենց Եվ գրավիչ դարձնել։ Հա, գրավիչ դարձնելու համար հիմա այդ բոլորս այդ անհամբեր մենք էլ սպասում ենք, որ հիմա պետությունը քիչ-քիչ ավելացրեց, ասենք աշխատարարը, մի 10%, 20%, բայց էլի ամենակչերից է առաջնային օղակի բժիշկների աշխատավարձը, իսկ այդ որ ապահովագրության ներդրման արդյունքում դրացուցիչ ֆինանսական հոսքեր կլինեն, որը նաև կուղղվի առաջնային օղակի բժիշկներին, այդ կդարձնի ավելի գրավիչ, որ մի քիչ աշխատարարը էականորեն բարձրացում լինի, արդեն մասնագետները, երիտասարդները այդ մասնագիտությունը կընտրեն Եվ շտապ բուժօգնությունից չեն գնա դառնա պլաստիկ վիրաբույժ։ Այս էդ էի մտածում, որ այդ դեպքեր շատ են եղել, դրա համար քանի որ բարձրաձայնեցիք շարունակեմ։ Շտապ բուժօգնությունում աշխատել եմ շուրջ 7 տարի, որից մի որոշ ժամանակատված այդ եղել է կլինիկական օրդինատուրայի ուսումնառության ընթացքում, քանի որ հիմա էլ այն ժամանակ էլ կլինիկական օրդինատորը իրավունք ուներ աշխատելու շտապ բուժօգնությունում որպես բժիշկ եւ հիմա մի շատ լավ գործընթաց է սկսվել կլինիկական օրդինատորների անցումային ատեստավորման, լիցենզավորման, առողջապահության նախարարի հրամանով այս պահին այդ գործընթացը ընթանում է, որպեսզի կլինիկական օրդինատորները հանձնեն որոշակի քննություն, ստանան որոշակի գիտելիքներ եւ ստանան լիցենզիա ինչ որ սպեկտրում ինքնուրույն գործունեություն ծավալելու։ Դա շատ կարեւոր մեծ քայլ է։ Հրաշալի։ Իսկ դպրոցներում ինչ է պետք։ Այո, լավ, էլի լավ հարց։ Դուք չեք առաջարկում, ես հուշում եմ։ Իրականում, օրինակ մենք մեր բժշկական կենտրոնի կողմից մի քանի անգամ գնացել ենք դպրոցականների հետ հանդիպման, այդ 6-րդ, 7-րդ դասային այդ հասունացման տարիքի երեխաների հետ էլի խոսացել ենք Առաջ ապրելակերպի մասին տենց ժամանակ առ ժամանակ նման հանդիպումներ գուցե կազմակերպվի դպրոցական բուժքույրեր կան, որոնք էլի պետք է այդ սովորացնեն եւ նաեւ դպրոցական ծրագրերում։ Օրինակ մի հատ օրինակ վերեմ, երբ որ պատվաստումների ժամանակ ուսուցիչներ շատ կային, գալիս էին հրաժարվում էին պատվաստումից, ես զարմանում եմ, ասում եմ դուք ոնց որ 6-րդ, 7-րդ դասարանում մենք կենսաբանությունից անցել ենք, որ պատվաստումը կյանքեր է փրկում, պատվաստումը անվնաս է, պատվաստումը շատ հազվադեպ ինչ որ բարդություններ կարող լինի եւ մեխանիզմը դուք սովորել եք, դուք էլ ձեր աշակերտներին պիտի սովորացնեք, բայց ցավոք սրտի դուք շատ եք հրաժարվում պատվաստումներից ու ես բոլորին այդ օրինակը բերում եմ, որ մենք դա անցել ենք 7-րդ դասարանի կենսաբանությունից, ընդհանրապես պետք է մի քիչ լավ սովորել այդ կրթության մակարդակն էլ ավելի։ Ես հիշում եմ, որ մեր դպրոցում, հետխորհրդային դպրոցում կար դասարանի ավագ եւ կար նաեւ սանիտար կոչվող աշակերտը, որը ուներ այն բոլոր պարագաները, որոնք պետք էին, չգիտեմ, եթե ֆիզկուլտուրայի դասեր ինչ որ մարմնի մասեր են ասում եւ այլն։ Եւ դա պրակտիկա էր եւ շատ բան էր։ Հիմա չգիտեմ, այդպես է թե ոչ։ Իրավաբանորեն իրավունք չունի աշակերտը կատարի այն ժամանակ բուժօգնություն։ Չէ, դա ձևն էր ապահովում, չէ, բուժձևն էր ապահովում զուտ դաստիարակության, որ այս մարդ պետք է լինի, որ ունի այս ֆունկցիան, այնպես չէ, որ մեկը սնգնում էինք։ Ուղղակի առաջին օգնություն, այդ շատ լավ է, որ սովորեն։ Ու նաև այդ կենսաբանություն առարկան, չէ՞, մենք անցնում ենք մարդունը կարող է մարդ։ Հիմա իրենք նույնիսկ առողջ ապրելակերպ անցնում են, աղջիկս 7-րդ դասարանը, ուղղակի լավ ու ճիշտ գրագետ մասնագետներ են պետք։ Տեսակ ինչ առաջարկներ։ Հիմա լսենք արհեստական բանականությունը ինչ կարծիք ունի մեր հասանելի առողջապահության մասին։ Հասկացա։ Դե բժշկական ծառայությունների հասանելիության համար հիմնականում պետք է մի քանի բան։ Նախ ենթակառուցվածքների ու սարքավորումների լավացում, ապա ավելի շատ մասնագետների հասանելիություն, հատկապես մարզերում, եւ իհարկե ֆինանսական հասանելիություն, որ մարդիկ կարողանան այդ ծառայություններից օգտվել։ Այսինքն պետք է ներդրումներ ու պետական ծրագրեր, որ ավելի շատ մարդկանց համար դա դառնա հեշտ հասանելի։ Իսկ մենք արձանագրենք այն, ինչ ձեռք բերեցինք այս մեկ ժամվա ընթացքում։ Շարունակական կրթություն նշեցիք, ապահովագրություն, պարտադիր ապահովագրություն, կանխարգելում, իրազեկման խնդրի հետ բոլորդ համաձայն եք, անվտանգության ծառայությունների ներկայություն, ներգրավում, արդյունավետ վերապատրաստում, մարզային բժիշկների ավելի շատ ուշադրություն դարձնել, առողջ ապրելակերպ, առաջնային օղակը գրավիչ դարձնել, դպրոցական ծրագրերում ներառել
առողջապահության եւ ներդրումներ համապատասխան օղակներում, առավել եւս առաջնային։ Պարոն Վախտանգյան, փաստորեն ձեր բանականությունը արհեստական բանականությունից ավելի ճկուն էր։ Մեր բանականությունը։ Ձեր վերլուծությունը։ Նայեք, այդ կներեք, այդ ես էլ մի ասում, օրինակ վերջի տարիներին շատ լավ ուշադրություն է դարձվում առաջնային օղակին, որովհետև այդ ամբողջ աշխարհում դա այդ ընդունված է։ Առաջնային օղակին մի քիչ ծախսեր անել, որովհետեւ մարդիկ ավելի լավ կանխարգել են, այդ չհասնի հիվանդանոց, որը մի քանի անգամ ավելի թանկ ծառայություն է։ Վերազինում ես գուցե եթերից դուրս լինի, մինչև գալես այսօր 21 բուժառու սպասարկել եմ, այսինքն լինելով նեղ մասնագետ, տեսեք պոլիկլինիկայում կա 2 քիթ կոկորտ մասնագետ, յուրաքանչյուրս այդքան սպասարկում ենք, մեծ ծավալով աշխատանք են կատարում, ուղղակի պետք է ավելի շատ ֆինանսավորում, սպառազինում, տեխնիկական սպառազինում, որ հիվանդը ոչ տապակնության, ոչ ավելի բարդ իրավիճակներում չհայտնվի։ Շնորհակալություն, բարեկամներ։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։